Դե ինչ է, շարժական աշխատանք 24-րդ վիդեոն է, ու ոնց հասկացաք, սկսել եմ ներկելու աշխատանքները վերջապես, էլ չեք ասի, բանկ եմ բացում, փակում ես ու չես ներկում, կերար կյանքներս, ներքի տենանք ինչ է լինելու, բայց ասեմ ես ամենից մի աճտոցով ներկել չի լինելու, որովհետև տարբեր նրբություններ կա, այդ ամեն ինչին հատատ անդրադառնալ եմ ու այդ թեմայի հետ էլ կապված ունեմ նոր գործընկեր, ով կօգնես ամեն ինչ ավելի ճիշտ ու գրագետ անել հետագայում խնդիրներից խուսափելու համար, հեսա մի փոքր ավելի ուշ այդ ամեն ինչը կներկայացնեմ։ Իսկ հիմա գնանք տեսնենք թե վերջի մեկ ամսվա ընթացքում ինչքան աշխատանք եմ իրականացրել։ Գնացինք։ Ինչեւ կպատմեմ թե ինչ աշխատանք եմ իրականացրել վերջին մեկ ամսում, հիշենք նախորդ ամսվա աշխատանքն։ Ամենակարևորը սարքեցի եւ թեստավորեցի նոր տարսյունային կապերը, որով կարողացա լուծել գերճոճի խնդիրը, այն ձևով, որով ի սկզբանե նախատեսում եմ։ Ինչպես նաև ներքել հետ կապված փորձարկումը ավարտեցի եւ արդյունքում ընտրեցի Crown-ի ներկը։ Մեքենան քշել թեստավորելուց հետո արդեն պետք էր կապերը վերջնական պնդացնել ու այս ամեն ինչը շատ կարևոր էր, որտեղ բնակելի հատվածը ռամայի հետ կապած էր հենց այս երկու կետի միջոցով, այս հարցին ավելի մանրակրկիտ եմ մոտեցել եւ սվարկա անելուց օգտագործել եմ TCO ապարատը եւ երկու տեսակի էլեկտրոդ, ռուցիլային եւ основной պակրությամբ էլեկտրոդներ, ռուցիլային պակրությամբ գործանելը շատ ավելի հեշտ է, բայց իր սվարտքի խորությունը այդքան շատ չի ոնց որ основной պակրությամբ, բայց основной պակրությամբ գործանելը շատ ավելի դժվար է։ Իր ամրությունը 500-ից 550 մեգապասկալ է։ Թե ապարատները նույնպես այդքան է, բայց ինքը կեղտերի հանդեպ ավելի զգան է, դրա համար օգտագործել եմ նաև էլեկտրոդ։ Անցած անգամ հարցեր ինչա մեգապասկալ։ Մեգապասկալ դա ճնշման չափման միավոր է։ Ու ոնց հիշում ենք դպրոցական ֆիզիկայի, ճնշումը կախված է նաև մակերեսից։ Ու եթե քաշը թողենք նույնը մակերեսը մեծացնենք, ապա ճնշումը կփոքրանա, իսկ եթե մակերեսը փոքրացնենք, ապա ճնշումը կմեծանա։ Այսինքն ուժը կամ քաշը բաշխած մակերեսի վրա կամ որքան մակերես, ինչքան ուժ կարող է իր վրան կրի։ Ու եթե այդ պարագայում վերցնենք 550 մեգապասկալ, ապա այդ նշանակում է, որ 1 մմ քառակուսի սվարտ կարված տարածքը իր վրա կարող է կրել մինչև 56 կիլոգրամ բեռ։ Ուրեմն հատակը հետ եմ սկսում փակել իր տը, մինչև կփակեմ, եկեք ցույց տամ, թե ինչպիսի կապերի սվարտք եմ ստացել։ Խնդրեմ, որակը տարբերությունը տեսնում եք, ստեղ կտեղադրեմ նախորդի վիդեոն, ոնց է եղել։ Որ գործանելով է սովորում, ինչքան էլ նայես, մեկը պետք է քո ձեռքով անես, սովորես ու գնաս առաջ։ Այսքանը հիմա սկսենք հատակները փակել։ Հատակը փակելու այդտեղ նաև որոշում նախամուտքը ձևափոխել, որովհետև ի սկզբանե նախատեսել էր որ դրան տակից առանձին պլատֆորմա դուրս գալու, բայց քանի որ կապերը ձևափոխել էի, այդտեղ արդեն չէր ստացվում այն երկարությունը, որը որ ի սկզբանե նախատեսել էի։ Այդ ամենը վերջացնելուց կիսատ գործեր կար ֆարշբորդի դռների հետ կապված, դրանք եմ վերջացնում։ Ուրեմն այսօր շտիգենի սերվիսնի կենտրոնն ենք եկել, որովհետև պետք է սարևանի վահանակը փորձարկենք, եթե հիշում եք այս ճկուն սենց վահանակ էր, որ առաջինն է Հայաստանում ու ոնց որ շտիգենը այս հատուկ բերել է իմ պրոյեկտի համար, հեսա փորձարկենք, տեսնենք ընդհանրապես այս ոնց է աշխատում, ինչ է։ Այս ըստը գագը սկսես միացումները կատարել։ Հիմա մենք էս ինչ չափում ենք անում։ Լարումն ենք չափում, կարճացման հոսանք ենք չափում։ Այս վիճակով 12.7 ամպեր է տալի, իսկ պարկած դիրքով 7.7 ամպեր էր։ Հեսա տեսնենք այդ քանի վատ է անում։ Քեզ չգիտեմ վատը ոնց է հոսանքի ուժ բազմապատկած լարում։ 7-րդ դասարանի ֆիզիկա։ Իհարկե այդ երկար բարակ տարբեր փորձարկումներ ենք իրականացնում վահանակների հետ կապված, նաև քննարկում ենք թե վահանակները ոնց են տեղադրելու, ու այս վահանակների առավելությունը կայանում է նրանում, որ ինքը շատ թեթև է ու տեղադրելուց բավականին արագ է, թե կան տանիքներ, որոնք որ հին են նախատեսված չեն ծանր կոնստրուկցիաների համար նման վահանակների տեղադրությունը փրկությունը։ Ու ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Շտիգեն ընկերությանը, որ լինելով Հայաստանի արևային էներգետիկայի մեծ եւ առաջատար ընկերությունից եւ կառուցելով Հայաստանի ամենամեծ 62 մեգավատ զորությամբ կայանը, հիմա էլ ավելին Վրաստանի համար են կառուցում։ Մեծ խոշոր կայանը, այդ ամենով հանդերձ չզլացան ու չգոռոզացան ու հանձն առան ավտոտան պարզներին համապատասխան ավտոնոմ կայան ստեղծելու, որը լի էր տարբեր նոր խնդիրներով ու ավելին հատուկ այս պրոյեկտի համար նոր տեխնոլոգիաներով վահանակներ բերեցին Հայաստան։ Այս ամենով հանդերձ Շտիգենի հետ ունեցած փորձառությունից ելնելով կարող եմ առանց կասկածելու խորհուրդ տալ, եթե արևային համակարգերի հետ կապված կունենաք հարցեր, առանց տատանվելու դիմեք Շտիգեն ընկերությանը, այն որ ես ձեր տեղը արդեն փորձարկել եմ, ընդհանրապես գործը յոլա չեն տանում, անկախ պրոյեկտի մասշտաբից ու ձևից յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերում, իմ պրոյեկտը այդ մասին վկայություն ձեզ, հեռախոսամարը կթողնեմ այստեղ ներքևում ու եթե կունենաք հարցեր, որոնց որ կուզենաք ես ինքս անդրադառնամ, կարող եք կոմենտներում գրել։ Արևային
բանակի հետ կապված փորձարկումներ իրականացնելուց հետո հետ եմ վերադառնում ավտոտան աշխատանքներին ու արդեն սկսում եմ ալկովի տակի այն հատվածները վերջնականացնել, որտեղ որ թիթեղները չէի կպցրել, տաշվածները չէի արել, ասեմ որ դա շատ դժվար է, որովհետև տանիքային հատվածը անընդհատ պետք էր ձեռքերդ վերևը ծանր բարգրկայով շատ հավասարեցնել, որի անել եմ մոտ մի 2 օր տևել է, որի անել վերջացնելուց հետո արդեն սկսում եմ զբաղվել տուրնիկի սարքելու process-ով, որից հետո թեստավորում տուրնիկը ու անցնում ալկովի ճակատային հատվածի տաշվածքին։ Ուրեմն, այս մասը վերջապես տաշեցի ստացա, այս տեսքը ստացա, արդեն երբ որ գրունտը փչեմ, արդեն մնացածը կերևա, որտեղ կարիք կա զամասկելու, այս եզրերը ավելի սիրուն հավասար դարձնելու, այդ հետո կանեմ, այս մոտիկից այսպիսի արդյունք եմ ստացել։ Աստրանք մի քիչ զամասկով կուղեմ, կարծում եմ ժեշտանչիկ չլինելով հանդերձ շատ լավ արդյունք եմ ստացել, համես կլորությունը, համեսի սիզգիբները։ Ստե տակը մի քիչ այդքան սրտովս չի, բայց ոնց որ ինձ թվում է օքեյ է, կզամասկեմ կդզվի։ Հիմա արդեն բարձրանամ տանիքի այս սվարտքի եզրերը մաքրելուն, հաշվեցի մոտավորապես 23 մետր սվարտքի ուղիղ գծով եզր ունեմ մաքրելու, չհաշված թիթեղի այս սվարտքի հետքերը։ Այդ մաքրեմ, որ ներկը շատ հավասար սիրուն նստի։ Այդ ամբողջ աշխատանքը մոտավորապես 2 օր իրականացրել եմ։ Ուրեմն հիմա տանիքի եզրերին պետքա դնեմ սենց կրուչոկներ, սենց պալասավոյա 20-30-ի, իրան սենց տակացնում ծռում կլորացնում եմ այս ձևի, որպիսի կրանով վերցնելու ժամանակ այսենց կարանամ գցեմ ստեղից վերցնեմ։ Հիմա այս մեկը փորձնական ծռի ստացա, մնաց եւս 3 հատ։ Վայ, գազով ռեզակը փրկությունը ու հիմա երբ որ օգտագործում եմ ամեն անգամ պաշտպանում եմ, որ այդ ամեն ինչը ավելի շուտ չեմ ունեցել, բայց հիմա գոնե ունեմ ու բավականին հարմար գործիք է, որ արագ կարողանում եմ հաց դետալները ծռել, ֆորմատ տալ այնպես ոնց որ ինձ պետք է։ Այդ ամենը անել վերջացնելուց հետո անցնում եմ տանիքի եզրերի հավաքելու process-ին։ Եզրերը արեցի ստացա, չգիտեմ, որքանով է երևում թե ոչ, այս դիմացից սենց է լինելու։ Այս եզրերը կլոր, որպեսի ճյուղերին բռնելուց վերևով անցնի, ու այդ արվելա, որ օրինակ վերևն արևային վահանակ է, այդ պահի արևային վահանակին չկպնի։ Իսկ հետևից էլ ունի այսպիսի տեսք, այս կռանի ականջները ոնց որ լրիվ ինտեգրվում է այդ ամեն ինչի մեջ, բավականին սիրուն ստացվեց, չգիտեմ։ Ասեք ձեր կարծիքը ոնց հավանում եք, թե ոչ։ Հիմա արդեն կզբաղվեմ այս դարակների վրա զամուկներ տեղադրելով, որովհետև այս ամեն ինչը դեռևս պերեխվատ կարված է։ Սպասում եմ արևային վահանակները զգա, վահանակների կապերներ սարքեմ, նոր տանիքը ներկեմ։ Զամուկներ տեղադրելը բավական երկար մանրակրկիտ աշխատանք էր, որտեղ պետք էր զամուկները այնպես տեղադրել, որ արտաքինից բանալին մտցնելուց ավելորդ ինչ-որ անցքեր չլիներ ու սիրուն նայվեր։ Քանի որ արդեն կարամ պատուհանները տեղադրեմ, ոչ մի խանգարող բան չկա, որոշել եմ արդեն այստեղ անցքեր անեմ, պետք է այսպիսի պատանի բոլտերով այդ ամեն ինչը ձգեմ։ Դրա համար sense բոլտով ավելի ճիշտ գայքով զակլոպկա եք մարել վայլվերեսից, ինքը սենց զակլոպկա դնում ես տվյալ դիամետրով անցքի մեջ, հատուկ սենց համակարգով իրան ձգում ես, այս զակլոպկեն ուռում է ու դառնում է ոնց որ քո ուզած հատվածի վրա գայքա, էլ ոնց որ մյուս կողմից բռնելու կարիք չի լինում։ Այս շատ հարմար բան է, բայց առաջի անգամ եմ օգտագործելու, ես այստեղ մի հատ անցքարել եմ, փորձենք տեսնենք ոնց է ստացվում, հուսով եմ ամեն բան նորմալ կստացվի։ 3000 դրամ։ Ուրեմն զակլոպկա անելու երկու տարբեր մեխանիզմներ կար, մեկը կլուչով էր, որ պետք էր պտտել, որ ինքը հագի վրան, ու երկրորդ տարբերակը արդեն ռուշկաներով էր։ Ես պատվիրել եմ առաջի տարբերակը, քանի որ ավելի մատչելի էր, բայց իր արանքի պաչեվնիկները շատ արագ շարքից դուրս եկան, սկսեցի առանց պաչեվնիկ օգտագործել, էլի աշխատեց իմ գործը արած։ Զակլոպկիքը թեստավորելով եւ մի պատոնը տեղադրելուց հետո արդեն մյուս առավոտյան փորձում եմ խլապոկները դզել, տաքացնել, սառացնելու միջոցով, բայց կարողացա նորմալ արդյունք ստանալ, պետք է այլ ինչ-որ տարբերակ մտածել, եթե ունեք ինչ-որ առաջարկություն, խնդրում եմ կոմենտներում գրեք։ Խլապոկները ուղղելու անհաջող փորձերից հետո որոշում եմ նաեւ պեսկաստրուի ապարատը սարքել, որը սարքել վերջացնելուց հետո արդեն ասում եմ տանիքի ժանգերի մաքրելու process-ին, տանիքը ժանգերից մաքրում եմ կարոլովի դիսկերի միջոցով, ասեմ որ բավականին արագ է ստացվում, եթե դուք ել կունենաք նմանատիպ գործեր, կարող եք բալգարկա ու կարոլովի դիսկ օգտագործել, բավականին արագ ստացվում է այդ ամեն ինչը իրականացնել։ Տանիքը ժանգերից մաքրելուց հետո անցնում եմ արևային վահանակի համար նախատեսած կապերի սարքելու process-ին, հիմա ձեր մոտ հարց կառաջանա
ինչ արևային վահանակի կապեր, եթե ճկուն վահանակը կարող էր միանգամից սոսնձի միջոցով կպցնել տանիքին։ Այո, դուք ճիշտ եք, բայց այդպես չեմ անում, քանի որ եթե արևային վահանակը անմիջապես կպցների տանիքին, իր տակը օդային հոսանքներ չէր կարող անցնել, ու ոնց որ արևային վահանակը տաքանալու էր եւ իր օգտակար գործողության գործակիցը նվազել։ Դրա համար Spigen ինժեներների հետ երկար բարակ քննարկեցինք, եկանք նրան, որ ավելի լավ արևային վահանակները կպցնենք պրոֆիլների վրա, որպեսզի տակը օդային միջանցքներ լինի եւ մեքենայի կանգնած ժամանակ արևային վահանակը հովանա։ Իսկ մեքենայի ընթացքի ժամանակ դրա կարիքը չկա, քանի որ վրայից արևային վահանակը արդեն իսկ կհովանա։ Վահանակի կապերը սարքելուց հետո նաեւ մի պատուհանի եզրերն եմ ուգոլնիկով հավաքում, որպեսզի անձրևաջրերը բացվի պատանից ներս չլսվեն։ Վերջապես ասա տանիքի ներկելու գործերը, ոնց հիշում եք անցած անգամ 3-1-ում ներկերից ընտրեցի Crown-ի ներկերը, ու հա ունեմ լավ նորություն։ Պարզվեց Crown-ի թիմի ժողովուրդը ինձ հետևում էին ու առաջարկեցին իրենց օգնությունը, որպեսզի այդ ներկերը ավելի տեխնիկապես գրագետ ու ճիշտ օգտագործեմ, նաև այդ մասին ձեզ ներկայացնեմ, ցույց տամ, որ դուք էլ եթե այդ ներկերից օգտագործում եք, այդ ամենը ճիշտ կիրառեք, պես որ եթե ունեք այդ թեմայով հարցեր, գրեք ինձ ներքևում, կփորձեմ դրան էլ անդրադառնամ, քանի այդ հնարավորություն ունեմ։ Ու հա իդեպ եթե դուք էլ ունեք որևէ պրոդուկտ, որը որ կարամ էսին պրոյեկտում օգտագործեմ, ու դուք ձեր պրոդուկտի որակից չեք վախենում իմ թեստավորումից ու տվածս հարցերից, ապա կարող եք դիմեք համագործակցության համար, պես պայդերությամբ փնտրում եմ ՊՊ տեսակի ջերմամեկուսիչ, բայց այնպես չլինի, որ ես սովորացնեմ 20 կիլոգրամի ու 40 կիլոգրամի տարբերություն։ Ինձ պետք է այնպիսի ընկերություն, ումից ես կսովորեմ, ոչ թե ես կսովորացնեմ այդ դրանց տարբերությունները։ Իսկ հիմա հետ վերադառնանք ներկելու։ Ներկերը տանիքի համար ուրեմն օգտագործել եմ այսպիսի հակակորոզիոն ներկ, ասեմ որ ասում էի անընդհատ ժելեզնի սուրիկ օգտագործա ժելեզնի սուրիկ, էսի այդ տեսակի ներկա, ոնց որ կարելի ասել դրանից է։ Տանիքս ներկելու եմ դրանից, հատակի տակերը, դարակների ներսերը, որտեղ որ չեմ կարող իդեալական ժանգերից մաքրեմ, կօգտագործեմ 3-1-ում ներ։ Իսկ հիմա ներկելու տեխնոլոգիաց, ինչպես ցանկացած ներկով ներկելուց, այնպես էլ քարան ներկով ներկելուց անհրաժեշտ է մակերեսը յուղազրկել։ Դրա համար կա հատուկ յուղազրկիչ նյութ։ Եթե այն արկա չէ, կարող ենք օգտագործել ռասպարացել կամ ացիդում ու ձեռքով մակերեսին դիպչելուց պետք է կրկին անգամ յուղազրկել, որտեղ ձեռքի վրա պարունակվում է յուղեր։ Իսկ հիմա մյուս ամենակարևոր կետը, որ օգտագործում են հրահանգում ինստրուկցիայում գրված է, բայց հայաբարի առանց նայելու թեստավորման ժամանակ օգտագործել է, որը պարտադիր է։ Դա white spirti խառնելն է, որ ներկը ավելի ջրիկացնենք, իսկ այդ կարևորը նրան է, որ երբ որ ներկը ավելի ջրիկա լինի ինքը ներկվող մակերեսի խազերում ավելի լավ է ներթափանցում եւ իր կպչողականությունը այսպես ասած ադգեզյան շատ ավելի բարձրանում է։ Երրորդ պետք է ներկել երկու շերտով, որպեսզի ունենանք իդեալական պաշտպանողականություն։ Մի քանի դեռ սպասում եմ տանիքից թեղը տաքանա, որպեսզի կարողանամ ներկել, սկսում եմ դարակները մաքրել ժանգերից ու հա շատ ծառը մակերեսի վրա ներկել չի կարելի, որովհետև քիմիական ռեակցիաները ճիշտ չեն ընթանում։ Հիմա դեռ մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչ է երկրորդ շերտը այլ գույնովանում, որը սովորաբար չեն անում, քանի որ հիմնականում ներկը ծածկողականության խնդիր է ունենում, իսկ այս պարագայում նմանատիպ խնդիր չունեի ու առանց տատանվելու ներկի գույնը փոխում եմ, որովհետև ուզում եմ արևի ճառագայթները տանիքը քիչ կլաներ էներգաարդյունավետության համար։ Ու այս ներկի տանիքում օգտագործելու առավելությունը այն է, որ ինքը նաև հանդիսանում է գրունտ, որի մեջ վարունակում հակակորոզիոն անտիկոր, որը հնարավորություն է տալիս օգտագործել եւ որպես վերջնական շերտ եւ որպես ուղղակի գրունտ։ Իսկ եթե մենակ գրունտ լիներ, պետք է իր վրայից էլ երկու շերտ ներկսեի։ Տանիքը ներկելուց հետո անցնում եմ դարակների ժանգերից մաքրելու աշխատանքին, որ մտածում եմ լավ ինժեներական բարդ հարցերը լուծել եմ, այս ներկելու process-ը ավելի արագ կգնա, բայց արյունտես այս ամենը ավելի դանդաղ աշխատանք է, քանի որ հնարավորինս մանրակրկիտ փորձում եմ ժանգերը մաքրել, ու այդ ամենի համար օգտագործում եմ նաև պեսկաստրու, ու քանի որ իմ կոմպրեսատորի զորությունը բավականին թույլ էր, շատ ավելի դանդաղ է գործը ընթանում, ու մոտավորապես 3 օր այս երկու կողմի դարակները մաքրել եմ։ Ուրեմն ներսը պեսկաստրու անելը բավականին դժվար ու դանդաղ է ստացվում, դրա համար որոշեցի հիմա այս արտաքին դարակները ներկեմ, որովհետև եղանակը ցրտումը հետո ներկի չորանալուն հետ կխանգարի։ Հիմա ստերենք ոնց որ ավազից փոշուց կմաքրեմ, փչում եմ, պիլասոսում եմ ու ամել Crown-ից են հյուր գալի, որպեսզի էլ ավելի մանրակրկիտ հասկանանք, որտեղ ոնց ինչ պետք է անեմ։ Գնացինք։ Նոր պեսկաստրուի անելը թոզոտ փոշոտ գործ է ու բավականին դժվար է ընթանում, մի հատ էլ դրանից հետո այդ ամեն ինչը մաքրել ավազից ու փոշուց բավականին դժվար է, որտեղ պետք է պիլասոսով ու փչելով այդ ամեն ինչը
անել, որպեսզի մակերեսի վրա ոչ մի կեղտ ու փոշի չմնա։ Ասում եք Քրանք Մեկելից ինձ հյուրեկան, թե ինչ հարցեր քննարկեցինք ու ինչ որոշման եկաք, ներկայացնում մյուս հոլովակում, քանի որ աշխատանքին զուգահեռ չեմ ասում զբաղվել վիդեո մոնտաժով։ Իսկ որպեսզի բաց չթողնեք այդ ամենը, չմոռանաք սեղմել հավանելու եւ բաժանորդագրության կոճակը, հուսով եմ կհասցնեմ 2 շաբաթից տեղադրել։ Լավ մնացեք։